Բարև ձեզ հարգելի ընկերներ, ձեզ հետ Մայիս Մարգարյանն է, Microsoft Excel Online դասընթացներ նախագծի հեղինակը։ Մեր նախագծի ռեսուրսների մեջ են մտնում նույնանուն Facebook-յան էջը, որն ունի ավելի քան 10,000 հետևորդ, Facebook-յան Excelist ակումբը, որն իրենից փաստացի ներկայացնում է մասնագիտական ֆորում, Facebook-յան խումբ է, և YouTube-ի MS Excel Online Lessons ալիքը, որն ունի ավելի քան 40,000 դիտում, 450 բաժանորդ և մոտ 65 տեսահոլովակ, որոնցից մոտ 60-ը հայերեն լեզվով են, ևս 4-5-ը ռուսերեն։ Մենք շարունակում ենք ձեզ հետ միասին ծանոթանալ այս ծրագրի հզորագույն գործիքներին, իսկ անհրաժեշտության դեպքում ինքներս ստեղծում այդպիսիներն, ինչպես կանենք այսօր։ Այսօր որոշել եմ ձեզ ներկայացնել, թե ինչպես կարելի է ստեղծել մակրո, որը մի գործողությամբ մեր ընթացիկ Excel ֆայլի բոլոր շիթերը protect և unprotect կանի։ Ինչպես հայտնի է, Excel-ի շիթերը կարելի է protect անել կամ unprotect անել միայն մեկ առ մեկ, այնինչ իրականում հաճախակի անհրաժեշտ լինում բոլորն անել, իսկ շիթերի բազմաքանակության պարագայում դա անելը պարզապես անհարմար է և նյարդային։ Որոշել եմ հենց այս թեմային անդրադառնալ այն պատճառով, որ սեպտեմբերին նախատեսում ենք կրկին հավաքագրել MS Excel-ում VBA ծրագրավորում դասընթացի խումբ, այսինքն մակրոսների խումբ, և ձեր հետաքրքրությունը շարժելու և պարզապես օգտակար գործիքի ծանոթացնելու համար այսօր կանենք հենց քիչ առաջ նշված գործողությունները։ Եվ այսպես, կարճ անդրադառնանք, եթե մենք protect ենք անում ընթացիկ շիթը, որից հետո դրանում փոփոխություն անել անհնար է դառնում, մուտքագրել, ջնջել, փոփոխել սահմանները, հիմնական դեպքերում այսպես է լինում է, դա չի անդրադառնում մյուս շիթերին, դրանք անկախ են և դրանք protect և unprotect անելու համար պարզապես պետք է հատառատ անցնենք։ Եկեք ստեղծենք մակրո մեր համակարգչի Excel ծրագրի application մակարդակում, այսինքն այն մակարդակում, որտեղ մակրոն պահվելով իր գործողությունները կապահովի մեր համակարգչի ցանկացած ֆայլի համար։ Դրա համար անցնենք Developer ներդիրը, անցնենք Visual Basic պատուհանին և այստեղ VBA Project Personal XLSB այս հատվածում insert անենք, մուտքագրենք նոր մոդուլ։ Սկսենք լրացնել պրոցեդուրայի կոդը։ Մակրոն անվանենք protect all sheets, այսպես լավ է, և անցնենք առաջ։ Սկզբի համար ես կկատարեի փոփոխականի մուտք, անվանենք X փոփոխականով մեր ընթացիկ ֆայլի բոլոր շիթերի քանակը և մուտք անենք արդեն for next cycle-ը և այսպես for in հավասար է 1-ից մինչև x sheets e protect և իհարկե փակենք ցիկլը next e։ Եթե ամեն ինչ ճիշտ ենք արել, ապա այսքանը բավարար է։ Քանի դեռ հնարավոր է, այս մակրոն պատճենենք, նորից տեղադրենք և ևս մեկ մակրո փաստացի ստեղծենք unprotect all sheets, կրկին այս անգամ հնարավոր դժվարություններից խուսափելու համար անվանակոչենք y, 1-ից մինչև y-ը բոլոր շիթերը ցիկլը պետք է անի unprotect, այսինքն ապա պաշտպանի, այսպես ասած։ Ահա,
այսպես։ Եթե մենք amեն ինչ ճիշտ ենք արել, ապա մեր մակրոնները պետք է աշխատեն։ Փոքր-ինչ փոքրացնենք այս պատկերը, Visual Basic խմբագրման պատուանը եւ աշխատացնենք մակրոն։ Հիմա այս մակրոն պետք է որ բոլոր շիթերը միաժամանակ ունի protect։ Խնդրեմ, եկեք դիտենք։ Մեր առաջին շիթը protect է արված, ահա խնդրեմ unprotect, երկրորդը նույնպես, մենք պետք է unprotect անենք, եւ երրորդը, եւ չորրորդը, եւ 5-ը, եւ 6-ը, հա։ Փաստացի հիմա բոլորը protect են արված, եկենք ստուգենք մյուս մակրոն, որը միաժամանակ կապա պաշտպանի, կապա կոդավորի մեր բոլոր շիթերը։ Սա ենք աշխատացնում եւ տեսնենք ինչ ստացվեց։ Այո, կարծես թե մակրոն աշխատում է շատ լավ եւ մեր բոլոր շիթերը միաժամանակ unprotect եղան։ Այսպես։ Ինչն է այստեղ հետաքրքիր։ Եթե մենք ունենք արդեն application մակարդակում այս մակրոնները, կարելի է այն այլևս օգտագործել բոլոր Excel ֆայլերի համար։ Որպեսզի այս ամենը տպավորիչ եւ հարմար լինի, եկեք այս մակրոնների համար ավելացնենք կոճակներ։ Անցնենք File, Options, Customize Ribbon եւ օրինակ մեր Review, հա, Review tab-ի մեջ, այս Review tab-ի մեջ ավելացնենք նոր tab։ Ներողություն, պետք չէ tab ավելացնել, group էր պետք ավելացնել։ Մենք հիմա սա կջնջենք, ավելացնենք նոր խումբ, որը կանվանենք օրինակ նոր գործիքներ։ Ահա այսպես, իսկ այստեղ շարենք մեր բոլոր մակրոները։ Այստեղ տեսնում ենք, որ մեր գրած մակրոները հասանելի են, դրանք ես հիմա կավելացնեմ այս նոր tools խմբի մեջ, protect-ն ավելացրեցինք, հիմա էլ unprotect-ը։ Այսպես, եւ այս գործիքների համար ընտրենք նաեւ նշաններ։ Protect-ի համար երևի ընտրենք սա, okay, իսկ unprotect-ի համար ընտրենք արդեն սա։ Միայն թե այսպես անենք անվանումը, նույնն էլ մյուսը։ Ջնջենք այս ավելորդ հատվածները։ Okay, եւ ինչ ենք տեսնում, մեր համակարգչի Excel-ում Review tab-ի մեջ ավելացավ New Tools խումբ, որտեղ հասանելի են մեր երկու մակրոները, այսպես գործիքների տեսքով։ Եկեք դրանցից օգտվենք, ինչպես կօգտվենք Excel-ի այլ ցանկացած գործիքից։ Եվ այսպես, protect անենք բոլոր շիթերը, տեսնում ենք, որ մեր բոլոր շիթերը արդեն protect է արված, փոփոխություններ չի թույլատրում, եւ բոլորը միաժամանակ unprotect անելու համար սեղմենք սա։ Այսպես։ Այսպիսի հրաշալի բաներ, հարգելի ընկերներ, հիմա կարելի է այսպես անել, բացել նոր Excel, փակել նախկինը, save անելով եւ տեսնել, որ այս նոր ֆայլում եւս հասանելի են այս գործիքները։ Կրկնում եմ, քանի որ մենք մակրոնները ստեղծել ենք application-ի մակարդակում Personal XLSB նախագծի մեջ եւ Protect All Shields, տեսնում ենք, որ բոլորը Protect են եղել եւ Unprotect All Sheets, այսինքն բոլորը հիմա Unprotect եղան։ Բացենք քիչ առաջվա ֆայլը եւ որոշակի տեղեկություններ ձեզ հաղորդեմ մեր նախագծի մասին։ Ինչ վերաբերում է այս տեսահոլովակին, հուսով եմ դուք դա կօգտագործեք, հուսով եմ այն ձեզ օգտակար կլինի։ Այս մակրոնների կոդերը, որպեսզի ձեռքով չգրեք, ես կտեղադրեմ անմիջապես YouTube-յան տեսահոլովակի տակ, այդտեղից copy արեք եւ ձեր մոտ paste արեք, աշխատացրեք
և վայելեք, այսպես ասած։ Շարունակեք հետևել հարգելի ընկերներ մեր Facebook-յան էջին, ահա այս հղումով անցնելով այստեղ դուք կտեսնեք բազմաթիվ հետաքրքիր նյութեր, նման տեսահոլովակներ, կարողանաք ծանոթանալ մեր դասընթացներին, որոնցից մեկը, ինչպես նշեցի, հենց քիչ առաջ նշված մակրոների դասընթացն է, MS Excel և Macros, VBA ծրագրավորում Excel-ում, նոթերի բաժնում անցեք այդ հղումով և ծանոթացեք մանրամասներին։ Մոտակա խումբը հավաքագրելու ենք սեպտեմբերին և ինչպես նախորդ դեպքում ունենալու ենք շատ օգտակար, շատ արդյունավետ դասընթաց։ Խնդրեմ նաև ուսումնական պլան։ Այսքան ընկերներ այս անգամվա համար, շնորհակալություն եմ հայտնում ձեզ ուշադրության համար, կհանդիպենք հաջորդ անգամ։